Ինչ տեղի ունեցավ, երբ փողոցում հարցման մասնակիցները պարզեցին, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Լավ ենք, պարոն Կարապետյան։ Դուք ինչպե՞ս եք։ Ես շատ լավ եմ։ Արդեն կողմնորոշված եք ու մեկ քվեարկել։ Բոլին չեմ ընտրել։ Գնալու եք ընտրություններին։ Անպայման։ Կողմնորոշվածություն մի հատ կա, որ հաստատ ներկայիս իշխանությունը չէ, մնացածը չեմ կարող ասել։ Եթե գաղտնիք չի, Սամվել Կարապետյանին։ Չէ, Արցախի անձնագիր ունենք։ Կուզեի փոխվել ընդհանուր առմամբ լեքսիկոնը, ոճը, ոչ տիրում է։ Ես ինքս չեմ դրա այդ ուղղությամբ վրա մտածել, բայց փոփոխությունը միշտ պետք է։ եթե Սամվել Կարապետյանը հիմա ձեր առաջ լիներ, ինչ որ հարց կուզենայիք, տայք ինքը պատասխանի։ Չէ, հարցեր չունեմ, ուղղակի կասեմ միշտ ձեր հետ եմ։ Կողմնորոշված եք ու մեկ ընտրելու։ Այո։ Դե արդեն մասնականն է այդ Ազիզյան։ Ես ումը կուզեմ, նրան կընտրեմ։ Հիմա եթե Սամվել Կարապետյանը ձեր առաջ լիներ, ինչ կասեիք, կուզեիք ինչ որ բան ասել իրեն։ Չէ, ոչ մի բան կտենա ինչ կաներ։ Ես յան գիտեմ էլի, ինքը տղա է։ Մեզ ղեկավար է պետք։ Պարոն Կարապետյան, ընտրողներից մեկն է, որը չի կողմնորոշվում, ում քվեարկել, դուք ինչ որ ասելիք ունեք։ Այս պահի դրությամբ դեռ չեմ կողմնորոշվել, ում պետք է ընտրեմ, բայց ձեր տեսակետը շատ լավն եմ համարում։ Որ չեք կողմնորոշվել, կողմնորոշվելու եք ընդդիմության թե իշխանության կողմը։ Ես ավելի կողմնորոշված եմ ընդդիմության կողմը։ Ես չեմ կարող ձեզ քննադատել կամ մեկ ուրիշին։ Չէ, հանգիստ քննադատեք, բայց ամեն ինչը նրա համար է, որ դուք քննադատեք։ Եթե մենք մի բան վատ ենք արել, ուրեմն դուք քննադատեք։ Ինձ դուր է գալիս իր դիրքը, հա, որ երբեք նա չի նվաստանա, իր ազգին էլ իր հետ նվաստացնի, ինչ թուրքերի առաջ։ Վստահ խոսեք, վստահ ասեք, ես ձեզ հաստատ չեմ խայտարակի, ոնց որ ներկա իշխանությունն է խայտարակում մեր ամբողջ ժողովրդին, դուք բոլորդ ձեր գլուխը բարձր կքայլեք շուտով ու կունենաք շատ լավ ապագա, լավ աշխատանք։ Դրա համար ամենակարևորը, որ դուք ու ձեր տարիքի երիտասարդները անպայման գնան ընտրության, որովհետև մենք կառուցելու ենք ապագա ձեր համար, առաջին հերթին դուք եք ամեն ինչից օգտվելու։ Դրա համար ակտիվ եղեք, պինդ եղեք, ձեր համոզմունքների մեջ ուժեղ եղեք, մի կասկածեք, գնում ենք առաջ, շատ շնորհակալ եմ ձեզանից։ Համոզված եմ, որ այս իշխանությունը երկիրը լավ ուղով չի տանում, ու այդ ամեն ինչը լուծելու միակ ելքը այն է, որ փոխվի իշխանությունը։ Դե ես էլ դրա համար եմ, որ ասում են բան ու գործս թողեցի, եկա մտա պայքարի մեջ, որ փորձենք այդ պրոցեսները կանգնեցնել։ Դուք էլ պինդ եղեք, կարծիքը ճիշտ կազմեք, իսկ եթե կազմեցիք, ձեր կարծիքի մեջ ակտիվ եղեք, քանի որ շատ քիչ ժամանակ ունենք։ Դուք հիմա խոսք եք տալիս սարեր, մեծ սարեր, ամեն ինչ, բայց ես ինչ հույսով, մենք էլ Փաշինյանին էլ ընտրեցինք, որ ամեն ինչ մտածում ենք, որ հեսա ամեն ինչ լավ կլինի, բայց հիմա մենք էլ ձեզ ճանաչելով, ես ինչ կա բանով քեզ վստահեմ, կներեք։ Դրա համար ենք ծրագրեր ներկայացնում, տեսեք մենք ինչ ենք անելու ձեր համար, Փաշինյանը ինչ է անում ձեր համար։ Միայն խաբում է ձեզ։ Հետևենք։ Հետևեք։ Ես 90 թվերին կռիվ եմ արել, պարոն Կարապետյան։ Ինձ իմ սրտից ոնց որ դանակը խփեն իմ մեջքին։ 8 տարվա մեջ երկու բան արեցին։ Մարկանց փակեցին ու ասֆալտ արեցին, ուրիշ խելքները ոչ մի բանի չի ասում։ Մեկ էլ մարդկանց իրար դեմ հանեցին, պառակտեցին, ամբողջ երկիր իրար հայոյում է, աշխարհում մեր նման պետություն հիմա չկա, որ ամբողջ երկրի ժողովուրդը իրար հայոյում են։ Իմ կարծիքն է, որ չեմ ուզում հանրայնացնեմ, չեմ ուզում ոչ մեկին պարտադրեմ, քանի որ տեսնում եմ տեսախցիկով մոտենում են, այսինքն միայն իմ վրա չի, չեմ ուզում ասնել։ Միգուցե ամբողջ ժողովուրդը սպասում է, որ դուք կարծիք հայտնեք։ Դժվար թե։ Դուք օգնեք ժողովրդին, բա բոլորդ պետք է օգնեք։ Հիմա եթե դուք կարծիք չեք հայտնում, միայն փողոցներում Փաշինյանն է կարծիք հայտնում, բա ժողովուրդը ո՞նց կողմնորոշվի։
Մեկ օրինակ կարող եք բերել Երևանում, այ հիմա այդ փողոցի վրա որ նստած եք ապահով։ Գիտեք ով է սարքել։ Փողոցը ես եմ սարքել, այս որ նստած եք։ Ես ձեր կողմից եմ, պարոն Կարապետյան, միլիարդ տոկոս։ Մենակ ես չէ աղբերներս սեր ազգուտակս էտ են։ Մենք մշեցինք, մենք կռիվ անող ենք։ Դե ես էլ եմ մշեցի։ Դրա համար մենք էլ ենք կռիվ անում։ Արտարության կողմն են մշեցիք։ Դրա համար հիմա արտարությունը շատ կարևոր է։ Ուրախ ես, շնորհակալ, շնորհակալություն ժողովուրդ ջան։ Ստեսություն ձեզ։